Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց եւ հետաձգվեց Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը։ Վերաքննիչ դատարան է դիմել ինչպես Շիրակի թեմի առաջնորդը, որը արդարացում է պահանջում, այնպես է գլխավոր դատախազությունը, որը 2 տարվա ազատազրկման փոխարեն պահանջում է նրան ազատազրկել 2.5 տարի։ Մինչև դատական նիստը սկսելը Աջապահյանը շատ կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, նշեց, որ վաղը տեղափոխվելու է հիվանդանոց։ Դատականիստի ներկա չէին դատախազները, այդ պատճառով էլ դատականիստը հետաձգվեց։ Դատավորը հայտարարեց, որ դատախազները նշել են, որ իրենք ծանուցված չեն այսօրվա դատական նիստի մասին, եւ քանի որ դատախազները ներկա չէին, ապա նիստը չէր կարող շարունակվել։ Պաշտպանության կողմից դիրքորոշումն անպայմանորեն շարունակել։ Անպայմանորեն կազմում չի կարելի շարունակել եւ հաջորդ նիստի հետ կապված քննենք նկատի ունենալ ավելի մեծ դավիճ տրամադրել հաշվի առնելով, որ նկարների ցանկությունն այս նիստի մասնակցելու շարունակել։ Վերաքննիչ քրեական դատարան էին եկել նաև Շիրակի մարզի բնակիչներ, որոնք այդպես էլ չկարողացան մուտք գործել դատականիստերի դահլիճ, քանի որ նստատեղերը զբաղեցված էին եւ նրանք հենց դատարանի ներսում բողոքում էին, պահանջում էին, որ իրենց եւս տեղ տան դատականիստերի դահլիճում։ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար։ Դեռ կես տարի առաջ նրան ձերբակալեցին, կալանավորեցին եւ արդեն կես տարի է նա գտնվում է անազատության մեջ։ Նա մեղքը չի ընդունում, քաղաքական հետապնդում է համարում իրեն վերագրվող հանցագործությունը, այդպես են ասում նաեւ նրա փաստաբանները, հայտարարում են, որ Սրբազանը ընդհանրապես քաղաքական տեսակետ է հայտնել, ոչ թե պատրաստվում էր իշխանությունը զավթել, որևէ գործողություն նա չէր պլանավորում։ Դատականիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ մի քանի խախտումներ է թույլ տվել առաջին ատյանի դատարանը։ Օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր ավարտության դատարանի ենթակա գործը քննել է Երևան քաղաքում։ Ուրեմն սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում, որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորություն ունի։ Լրագրողների զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ վերաքննիչից առաջինը պահանջում են արդարացում։ Եթե իրենք որոշելու են կրկին ակնհայտ ապօրինի դատականակ կայացնել, դրա դեմը ոչինչ չեն կարող անել, որտեղ որոշում կայացնողը իրենք են, կնիկն ու ստորագրությունը իրենք են դնում, այսինքն այստեղ չեն կարող այլ մեթոդ կիրառել, քան իրավական գործընթացները, բայց կա գործ, որտեղ դու ներկայացնում ես փաստեր, որոնք որ տարբեր իրավաբաններ կարող են տարբեր կերպ գնահատել, իսկ այս գործով մենք ներկայացնում ենք փաստեր, որ անհնար այլ կերպ գնահատել, դրանք մաթեմատիկական ճշգրտություն են իրավաբանության մեջ։ Հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով arczepiskopos-ը վերահաստատել է դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը։ Ընդ որում 2024-ի հայտարարությունը թեև բողոքին իրավապահները հանցագործություն չէին որակել։ Դանիել Յոհաննիսյանն էր 1 տարի առաջ բողոք ուղարկել դատախազություն, ինչին ի պատասխան իրավապահները արձանագրել էին հանցակազմ չկա։ Դատախազությունն իր դիրքորոշման փոփոխությունը բացատրել էր նրանով, թե ճիշտ է Աջապահյանն այս մասին խոսել 2024-ին, իսկ հետո վերահաստատել իր կարծիքը ոչ թե հուզական վիճակից ելնելով, այլ գիտակցված ու շարունակաբար, իսկ այդ հայտարարությունները մեջբերեմ նոր լույսի ներքո են երևում Բագրատ Սրբազանի ղեկավարած Սրբազան պայքար անունը ստացած շարժման կողմից իշխանության զավթման եւ ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։ Դեռ անցած շաբաթ Միքայել Սրբազանի փաստաբաններն հազանգել էին, որ նա վիրահատության կարիք ունի եւ արդեն հայտնի է, որ վաղը նրան կտեղափոխեն Իզմիրլյան բժշկական կենտրոն, նրա իսկ բժշկի մոտ, իսկ թե երբ վիրահատությունը կանցկացվի, դեռևս պարզ չէ։ Հաջորդ դատական նիստը հունվարի 13-ին է Վերաքննիչ դատարանում։